Անցյալ հաղորդման մեջ մենք խոսեցինք 6-օրյա արարչության մասին։ Անցյալ հաղորդման էական կետերը հետևյալն էին. Առաջին, աշխարհի արարման 6 օրերը խորհրդական փուլեր են, որոնք մեզ ներկայացնում են, թե ինչպես է տեղի ունեցել աշխարհի արարումը։ 6 օրերը ավելի շուտ նվիրապետական կարգեր են, քան ժամանակային փուլեր։ Այս կարգերի ամբողջությունը մարդն է, որի արարումով էլ եզրափակվում է արարչագործությունը։ Երկրորդ, Աստուծո առաջին հրամանով թող լույս լինի, սկսվում է անձև ու անկազմ նյութի կամ դեռևս չդիֆերենցված տարրերի կարգավորությունը։ Նրա խոսքը ներթափանցում է տարրերի մեջ եւ առաջ բերում կյանքի առաջին ձևավորումը՝ լույսը, որը կատարելությունն է արարչական գոյության։ Երրորդ, Աստված բևեռացնում է լույսն ու խավարը։ Այս խավարը չպետք է շփոթել սկզբնական ոչեի հետ։ Այս խավարը, որը երևաց առաջին օրվա վերջում, արարված կյանքի պոտենցիալ պահն է, այն իրենից ներկայացնում է միանգամայն բարի, պտղաբեր իրականություն, նման հողին, որն աճեցնում է հացահատիկը։ Չորրորդ, Կենդանիներին ստեղծելուց հետո Սուրբ գրքի պատմությունը էապես նոր երանգ է ստանում։ Արարենք մարդուն մեր պատկերով եւ մեր նմանությամբ, ասում է Աստված։ Այստեղ ի հայտ եկած հոգնակի թիվը մատնանշում է, որ Աստված եզակիություն չէ։ Ամենասուրբ երրորդության անձերը խորհրդակցում են մարդուն արարելու համար։ 5. Ինչպես Աստուծո մեջ անձնական սկիզբը պահանջում է, որ միակ բնությունը արտահայտվի անձերի զանազանությամբ, այդպես էլ Աստուծո պատկերով ստեղծված մարդու մեջ է։ Մարդկային բնությունը չի կարող լինել եզակիություն, այլ պետք է արտահայտված լինի ընդհանրության սկզբունքով։ Դա սիրո բարի առանձնահատկությունն է։ Այսօր մենք կխոսենք Աստուծո կողմից արարված անմարմին էակների կամ հրեշտակների մասին։ Անմարմին հոգևոր էակների արարումը ըստ Իսահակ Նինվեացու տեղի է ունեցել լռության մեջ։ Այս հոգևոր ոլորտը Ծննդոց գիրքը բնորոշում է երկինք եզրով։ Ի սկզբանե Աստված արարեց երկինքը եւ երկիրը։ Այս երկինքը, ի տարբերություն զգալի եւ նյութական երկնքի, աննյութական է եւ հոգևոր, կամ այսպես կոչված իմանալի։ Հրեշտակ նշանակում է պատգամաբեր եւ սպասավոր, եւ ցույց է տալիս նրանց գործունեության բնույթը եւ ոչ թե բուն էությունը։ Բնությամբ նրանք բարձրաբնույթ արարածներ են եւ գերազանցում են բոլոր տեսանելի արարածներին։ Համաձայն Սուրբ Գրիգոր Տաթևացու, հրեշտակները անմարմին են եւ իմացական, անմահ եւ մշտնջենավոր, խնամարկու են մարմնավորների, հնազանդ են Աստծո կամքին, երանելի են Աստուծո սիրո եւ տեսության մեջ, ազատ եւ անձնիշխան կամքով ընտրում են բարին եւ խոտում չարը, հրեղեն են բնությամբ եւ անփոփոխելի շնորհի ու փառքի մեջ։ Հրեշտակային դասերը 9 են, որոնք բաժանվում են 3 եռակարգ դասերի։ Առաջին՝ աթոռներ, քերովբեներ, սերովբեներ։ Երկրորդ՝ տերություններ, զորություններ, իշխանություններ։ Եվ երրորդ՝ պետություններ, հրեշտակապետեր, հրեշտակներ։ Հրեշտակային դասերը իրենցից ներկայացնում են այսպես կոչված երկնային քահանայապետության աստիճանակարգեր, որոնց նմանությամբ երկրի վրա հաստատված է եկեղեցական քահանայապետությունը։ Եկեղեցական աստվածաբանության մեջ առանցքային նշանակություն ունի Սուրբ Դիոնեսիոս Արեոպագացու երկնային քահանայապետության մասին երկը, որը մանրազնին կերպով մշակել է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Համաձայն Սուրբ գրքի Քրիստոս Աստված գլուխն է երկնային քահանայապետության կամ կենտրոնը հրեշտակային աշխարհի։ Սուրբ Ավետարանն ասում է, երբ մարդու որդին գա իր փառքով եւ բոլոր հրեշտակները իր հետ։ Հրեշտակները արարվել են նրա կողմից եւ նրա համար։
Պողոս Առաքյալը Կողոսացիներին ուղված թղթում ասում է. «Քանզի նրանով ստեղծվեց ամեն բան, որ երկնքում է և երկրի վրա, որ երևում է և որ չի երևում, թե աթոռներ, թե տերություններ, թե պետություններ, թե իշխանություններ, ամեն ինչ նրանով և նրա համար ստեղծվեց»։ Հրեշտակները ստեղծված են որպես Աստուծո սպասավոր պատգամաբերներ, և նրանց սպասավորության նպատակը փրկական ծրագրի իրագործումն է։ Այս մասին ուղղակիորեն ասում է Պողոս Առաքյալը Եբրայեցիներին ուղված թղթում։ Չէ՞ որ նրանք բոլորը սպասավոր հոգիներ են, որ առաքվում են ի սպասավորություն նրանց, ովքեր ժառանգելու են փրկությունը։ Հրեշտակները ներկա էին արարչագործությունից ի վեր և փրկության պատմության ամբողջ ընթացքում, զանազան կերպերով տեղեկացնելով փրկության մասին և սպասավորելով աստվածային ծրագրին։ Նրանք փակեցին երկրավոր դրախտը, Աստծո կամքը հայտնեցին արդարներին և աջակից եղան մարգարեներին։ Վերջապես Գաբրիել հրեշտակը ավետեց Փրկչի ծնունդը։ Բանի մարդեղության պատմությունը մարմնավորումից մինչև համբարձում ուղեկցվում է հրեշտակային պաշտամունքով և սպասավորությամբ։ Նույն Եբրայեցիներին ուղված թղթում Պողոս Առաքյալը ասում է. «Երբ նա, այսինքն Աստված, մտցնում է Անդրանիկին աշխարհ, ասում է. թող երկրպագեն նրան Աստուծո բոլոր հրեշտակները»։ Հրեշտակներն էին, որ ավետարանեցին Քրիստոսի ծննդյան և հրաշափառ հարության լուրը։ Քրիստոսի ծննդյան նրանց փառաբանական երգը անդադար հնչում է եկեղեցական ծիսակարգում՝ «Փառք ի բարձունս Աստուծո»։ Նրանք պահպանում էին մանուկ Հիսուսին, ծառայում էին նրան անապատում, զորացնում նրան մատնության գիշերը, երբ նա տագնապի մեջ էր։ Նրանք ներկա պիտի լինեն Հիսուսի երկրորդ գալստյան և դատաստանի ժամանակ։ Քրիստոսի մարտնչող եկեղեցին անքակտելի շնորհական հաղորդակցության մեջ է հրեշտակային զորությունների հետ։ Յուրաքանչյուր խորհրդագործական և պաշտամունքային արարողության ժամանակ եկեղեցին միանում է հրեշտակներին Աստծուն փառաբանելու համար, ինչպես օրինակ սերովբեական օրհներգի պահին, երբ եկեղեցին երգում է «Սուրբ, Սուրբ, Սուրբ Տեր զորությունների»։ Եկեղեցին մշտապես դիմում է նրանց օգնականությանը և հզոր բարեխոսությանը։ Հայոց եկեղեցու տոնակարգում հատուկ տոն կա նվիրված երկնային զորություններին, որը կոչվում է Սրբոց հրեշտակապետածն Գաբրիելի և Միքայելի և ամենայն երկնային զորացն։ Այն տոնվում է Սուրբ Խաչի 9-րդ կիրակին նախորդող շաբաթ օրը։ Նրանց բարեխոսությունը և աջակցությունը շատ կարևոր է քրիստոնեական կյանքի համար։ Իր ողջ կյանքում մարդը շրջապատված է նրանց պահպանական խնամքով։ Սուրբ Բարսեղ Կեսարացին ասում է. «Յուրաքանչյուր հավատացյալի կողքին կանգնած է հրեշտակ, որպես նրա կյանքի պահապան և հովիվ, որ առաջնորդում է նրան դեպի հավիտենական կյանք»։ Մեզ խնամարկող այս հրեշտակները կոչվում են պահապան հրեշտակներ։ Յուրաքանչյուր քրիստոնյա ժողովուրդ և ազգ նույնպես գտնվում է հրեշտակային պաշտպանության տակ և ունի իր բարեխոս հրեշտակը։ Պահապան հրեշտակի հետ աղոթական համագործակցությունը քրիստոնեական կյանքի կարևոր առանձնահատկություններից մեկն է։ Մենք պետք է մշտապես դիմենք նրանց օգնականությանը և չպետք է տրտմեցնենք նրանց ոչ աստվածահաճո գործերով։ Այսօրվա մեր խոսքը եզրափակենք երկնային զորություններին ուղված Սուրբ Գրիգոր Նարեկացու սքանչելի աղոթքով։ Արդ վեհ անմահների գոհաբանական խնդրանքների հետ մեր հեծեծանքները ևս հոտոտիր, Արարիչ ամենայնի,
որ քո գթությամբ գերազանցում ես երկնայիններին եւ երկրայիններիս, քանզի դու ես բարերարը եւ մեր եւ նրանց։ Արդ անախտներն այդ, հրաշատեսիլ հրակերպները, անշաղախ մաքուրները, անմեղները եւ բոցանյութները, հոգեղենները եւ անհախտները իրենց այս բարեզարդության շնորհիվ բարձր ընտրականության ամենաճեցուն առավելությամբ եւ գերափայլ առատ գիտությամբ, Աստվածսիրության ինքնաբուն տապի անցուրդ ջերմությամբ, իրենց պես եւ մեր սառը սրտերի ամբորբոք շիջումն են վերաբռնկում, որպեսի նրանք անաղոտ այրվեն մեծախորուրդ սուրբ սեղանի վրա, այս խորանի մեջ, առհանց նիրհելու եւ դանդաղելու սպասելով ամենաստեղծիտ կեցուցիչ կամքի երանելի հրամաններին, Աստծուն միացած անբաժանելի քերովբեական առաքինությամբ։ Նրանք երկնավոր մեծ պետություններ են, անբիծ զինվորներ, ահավորներ, երկնավոր Աստծուտ ազատազնյա պաշտոնյաներ, լուսե ամպիցդ շողերի ցոլքեր, որոնցով եւ ինձ հողեղեն մեղավորիս։ Մարդասիրաբար ողորմիր, Հիսուս, իմ հրեշտակի աղաչանքներով դարձնելով ինձ Տեր դեպի քո բարի լուսեղեն ճամփան, որպեսզի հոգուս պաշտպանության ավանդը, որն այս կյանքում նրա տեսչությանը դու վստահեցիր, ինձ համար բերկրող սրտի ուրախությամբ, քեզանից օրհնված անմեղադրելի, խնդալից դեմքով ու զվարճությամբ, քեզ անհաս փառքով արքայիդ վսեմ, հավերժ կենթանի բերկրացյալների խրախճանքներում ընծայաբերի, գովյալ ողորմած, եւ քեզ անքնին, անհաս հոր եւ անճար հոգուտ հետ, վայելե փառք, պատիվ եւ երկրպագություն հավիտյանս հավիտենից, ամեն։